Շողակաթի սիրելի բնակիչներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, ողջունում եմ բոլորին։ Ուրախ եմ շատ եւ ժողովուրդ ջան, մենք այստեղ եկանք բարեկարգ ճանապարհներով։ Երևանից դուրս ենք եկել ենք հասել ենք մինչև այստեղ եւ ոչ միտեղ մենք պրոբլեմատիկ ճանապարհային հատված չենք տեսել։ Դուք ինչպեսին էր ճանապարհը 2018 թվականին, հիշում եք։ Ոնց նա եղել ճանապարհը։ Դեպի շորժա եկող ճանապարհը ինչ վիճակում է եղել։ Եվ մեր առաջնային խնդիրներից մեկը, ես չգիտեմ մարզպետը չափազանցնում էր թե չէ, բայց ասում էր 2018 թվականի քարոզարշավին ճամբարակից միջև Վարդենից մի 4 ժամ գնացել ենք։ Ну Հիմի լավ մի քիչ պլյուս մինուս էական չի, բայց ընդհանուր վիճակը հենց դա է եղել, բայց մենք այն ժամանակ սկզբունքային որոշում կայացրեցինք, որ Սևանի շուրջը ճանապարհը պետք է լինի բարձր վիճակում։ Եվ այսօր Սևանի շուրջը ճանապարհը շատ լավ վիճակում է, եւ սա ինչի համար ենք անում, առաջին հերթին նաեւ շողակաթի բնակիչների համար, որ տնտեսությունը ակտիվանա, որ տնտեսությունը աշխուժանա, որ կյանքը լավանա, որ մարդիկ ստիպված չլինեն լավ կյանքի հետևից գնալ ուրիշ երկրներ եւ ուրիշ մարզեր, այլ լավ կյանքը գա այստեղ եւ լավ կյանքը գալիս է այստեղ եւ լավ կյանքը շարունակելու է գալ այստեղ։ Հենց թեկուզ այս տարի զբոսաշրջության 30%-ով ավելի զբոսաշրջիկ է եկել Հայաստանի Հանրապետություն։ 30% այդ ահռելի մեծ թիվ է, ահռելի մեծ թիվ եւ հույս ունեմ նաեւ շողակաթում զգում են այդ թիվը։ Եվ նաեւ մենք շատ կարևոր եւ մեծ ծրագրեր ունենք, ասեմ շողակաթում, մի ծրագիր կա, որը մենք ոչ միտեղ չենք գրել, բայց ես շատ մտածում եմ եւ երազում եմ այդ ծրագրի մասին, հույս ունեմ, որ ոչ մի բան մեզ չի խանգարի, որ արտանիշի թերակղզուց միջև Նորատոս կամուրջ սարքենք մի հատ, ժողովուրդ, ինչ կարծիքի եք։ Մի հատ կամուրջ սարքենք, որը կլինի Հայաստանի նոր խորհրդանիշը, իրական Հայաստանի խորհրդանիշը։ Իհարկե այդտեղ շատ խնդիրներ կան բնապահպանական, ինժեներական եւ այլն, բայց ես կարծում եմ, որ սկզբունքային կարևոր է, որ անկախ Հայաստանում մի հատ տենց այդ մասշտաբի այնպիսի կառույց լինի, որը կխորհրդանշի իրական Հայաստանի իրական եւ նոր կյանքը եւ նաեւ շողակաթամ։ Եվ ես ասեմ ձեզ, Սևան լճի արևելյան ափը ահռելի մեծ ներդրումային պոտենցիալ ունի եւ այդ ներդրումային պոտենցիալը օգտագործված չի։ Շարժ իհարկե կա եւ մենք հիմա իմիջայլոց ասեմ Սևանի շուրջ գոտիականության հետ կապված նոր որոշումներ պետք է կայացնի կառավարությունը, որպեսզի ներդրումների հնարավորությունը ավելի մեծացնենք Սևանա լճի ափերին եւ մենք առաջիկայում այդ որոշումները կկայացնենք, որ ներդրումային ծրագրերի շրջանակում Սևանի համար Սևանի ափին ավելի շատ ներդրումներ անելու հնարավորություններ կստեղծենք։ Ժողովուրդ ջան, երեք ուրեմն մի հատ հետաքրքիր բան տեղի ունեցավ շողակաթ գալուց առաջ մեր գործընկերներից մեկը գտել էր 2021 թվականի Հանրապետական կուսակցության նախընտրական մի պատրաստած քարոզչական նյութ, որի մեջ վիդեո էր, որի իմաստն էր, ասում էին 21 թվի ընտրություններին ուշադրություն դարձրեց։ Ասում էին, որ քաղաքացիական պայմանագրին բան տակ, ձայն տակ, այնտեղ մի հատ դրվագ կա, ասում է գնանք շորժա հանգստանանք, զանգում են, ասում է շորժա տեղերը լրիվ զբաղված են եւ զանգում են ադրբեջաներեն են պատասխանում։ Իբր իմաստն էր, որ քաղաքացիական պայմանագրին որ ձայն տակ 21 թվի մասին է խոսքը։ Շորժայում ադրբեջանցիներ են լինելու եւ հայերի համար տեղ չի լինելու։ Հիմա այդ 21 թվի ընտրական ցիկլը անցել է։ Հիմա քանի ադրբեջանցի է ապրում ժողովուրդ շորժայում։ Քանի ադրբեջանցի է ապրում, ով կա տեղացիները հաստատ ոչ մեկ չի ապրում։ Բա հիմա այդ քաղաքական ուժ, այդ հանրապետականից, այդ քաղաքական ուժից պատասխան պահանջողը լինելու է։ Իմ Facebook-յան էջում է դրած։ Մենք խնդրում եմ մտեք նայեք։ 21 թվին այդ մարդիկ այդ քարոզը արել են, այսօր են այդ քարոզը անում։ Այսօր են այդ քարոզը անում, թե որ ԿՊ-ին ընտրեք 300,000 ադրբեջանցի է գալու։ Բայց նախ այդ հանրապետական կուսակցությունը եւ իրանց հոգեզավակ ուժեղ Հայաստան կուսակցությունը պետք է 21 թվի պատասխանը մի հատ տվեք։ Բայց որ ասում եք, այդ ինչ եղավ, այդ ինչի չեղավ։
Այսօր ճամբարակ խոշորացված համայնքը ապրում է իր կենսագրության լավագույն շրջանը, սկսած նրանից, որ մենք վերևոր հատվածում էր, որ բանը ռոռոկման համակարգ ստեղծեցինք, այդ թվում շողակաթ բնակավայրի համար, հիմա այդ կաթիլային ռոռոկումը աշխատում է, կա։ Այսինքն մենք նոր ջրամբար ենք կառուցել եւ կաթիլային ռոռոկում ենք անցկացրել շողակաթ բնակավայրում, ճանապարհն ենք կառուցել, մենք տուրիստական հոսքերն ենք ավելացնում, վարչապետի գավաթ հեծանիվի մրցաշարը մենք իրականացել, այս տարին եղել է, արդեն թե չի եղել, հա, բանից գործերից կտրվել եմ, եւ սա նրա մասին է, որ կյանքը գալիս է շողակաթ, եւ ելի եմ ասում, եւ մարդիկ ստիպված չեն ելնելու լավ կյանքի հետևից գնան ուրիշ երկրներ, բայց լավ կյանքը ոչ միայն ասֆալտապատ ճանապարհի ձևով է գալիս, այլև ուրիշ, մեր երեխեքը, բոլոր երեխեքը մինչև 18 տարեկան, իրանք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի վճարումներով եւ պետական բյուջեի միջոցներով ունեն առողջության ապահովագրություն եւ այսօր ծնողները պետք չի որ մտավախություն ունենան, բա որ երեխու մի առողջական խնդիր ծագեք, ինչ է կանելու, ձեր պետությունը ձեր կողքին կանգնած է, 65+ տարիքի թոշակառուները պետական բյուջեի վճարումների հաշվին օգտվում են առողջության ապահովագրությունից։ Թոշակներն են բարձրացել 2018 թվականին, երբ ես վարչապետ եմ ընտրվել, Հայաստանում նվազագույն թոշակը եղել է 16,000 դրամ, այսօր 46,000 դրամ է, պլյուս անկախիկ առևտրի դեպքում հետվճարի համակարգը։ 8 տարի ես վարչապետ եմ եղել, աշխատել եւ 7 անգամ մենք թոշակների թեմային անդրադարձել ենք, 8 տարում 7 անգամ, բայց մենք նաեւ հաշվի առնելով Ես ուզում եմ եկեք հələ մի հատ վերադառնանք 2020 թվերը, ինչեր էին ասում, Սևանը տվին, Սևանի ափը տվին, էս տվին, են տվին, միևնույն ժամանակ մենք անվտանգության մասին չենք մոռանում եւ դուք գիտեք, որ Գեղարքունիքի մարզում այսօր մի քանի ամրացված շրջաններ կառուցվել ավարտվել են, որը մեր սահմանի բերդ ամրոցներն են։ Ես այն օրը ասել եմ էլի, որ ափսոս մենք Հանրապետության հրապարակում զորահանդես արեցինք, բայց ամրացված շրջանները չէինք կարա բերենք Հանրապետության հրապարակով տանեինք, որ ցույց տայինք։ Հույս ունենք դուք գոնե եթե չեք տեսել, լսել եք, թե ինչ կառույցների մասին է խոսքը եւ անվտանգության ինչպիսի համակարգ է ձևավորվում Հայաստանի համար, որ տասնամյակներով է ծառայելու։ Իսկ դուք զորահանդեսը տեսաք, հավանեցիք շողակաթի սիրելի բնակիչներ։ Եվ շատ կարևոր է, որ զորահանդեսում ցուցադրված նմուշների մի շատ էական հատվածը բազմաթիվ նմուշներ արտադրված է Հայաստանի Հանրապետությունում։ Հայաստանի Հանրապետությունում արտադրվում է սպառազինություն եւ այսօր արդեն սկսվել է արտահանումը դեպի զարգացած երկրներ։ Եվ սա շատ էական փոփոխություն է, որը տեղի է ունեցել մեր կյանքում։ Բայց ժողովուրդ ջան, ամենակարևոր առիթը, որով ես պետքա շնորհավորեմ, իհարկե նոր բանակի ձևավորումը այդպիսի առիթ է, բայց ամենակարևոր առիթը, որով պետքա բոլորի շնորհավորեմ եւ որի համատեքստում է, որ իմաստ ունի եւ ճանապարհը, եւ թոշակը, եւ առողջության ապահովագրությունը, եւ դպրոցները եւ մանկապարտեզները, որը կառուցում ենք, ամենակարևորը բանը խաղաղությունն է։ Եվ ես ուզում եմ բոլորիդ եւ բոլորի շնորհավորել Հայաստանում հաստատված խաղաղության առիթով։ Եվ այս ընտրությունների ամենակարևոր հարցը եւ ամենակարևոր թեման հետեւյալն է։ Ի վերջո Հայաստանի Հանրապետության ժողովուրդը խաղաղությանը տեր կանգնելու է, թե տեր չի կանգնելու։ Եվ էսա պատճառը, սա ամենակարևոր հարցն է եւ ամենակարևոր բանն է, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը տեր կանգնի խաղաղությանը, որովհետեւ խաղաղությունն է, որ մեզ հնարավորություն է տալի մեր պետությունը, մեր հայրենիքը, Հայաստանի Հանրապետությունը անմնացորդ վայելել եւ դրա բոլոր հնարավորությունները այս պահին առկա են։ Էսա պատճառը, որ մենք ձեզ կոչ ենք անում, խնդրում ենք, հորդորում ենք 2026 թվականի հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամասեր եւ
տեր կանգնել խաղաղությանը գործելով հետևյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Շատ կարևոր է որ արձանագրենք թե ինչ է նշանակում քվեարկել 16-ին եւ ինչու են քվեարկում 16-ին, որովհետեւ սա պաշտոնի եւ աթոռի կռիվ չի, սա պայքարը հանուն պետության, հանուն անկախության, հանուն ապագայի, հանուն խաղաղության եւ 16-ին քվեարկելը պետք է նշանակի եւ նշանակում է որ քվեարկողը տեր է կանգնում խաղաղությանը, տեր է կանգնում անկախությանը, տեր է կանգնում պետությանը, տեր է կանգնում ապագային։ Եվ ով պետք է կայացնի այդ որոշումը, ժողովուրդ ջան, ով ժողովուրդը պետք է կայացնի այդ որոշումը, բայց ժողովուրդը կազմված է անհատներից, մարդկանցից, մի հոգուց է կազմված, մի հոգի, այդ հավաքական ամբողջությունն է, որ կոչվում է ժողովուրդ։ Եվ այս է պատճառը, որ ես ասում եմ, որ շատ էական է, որ մենք մեզնից յուրաքանչյուր առերեսվի այն փաստի հետ, որ ընտրությունների արդյունքները կախված են եւ պետության ապագան, խաղաղության ապագան կախված է մեկ մարդուց, ընդամենը մեկ մարդուց եւ այդ մեկ մարդը դու ես։ Եվ 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 այդ մեկ մարդը հերո է կանգնած, բայց մեկը դու ես, կապ չունի ինչքան հերո ես կանգնած։ Եվ այդ մեկ մարդը դու ես։ 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 Ով այդ մեկ մարդը թող ձեր բարձրացնի, որ տեր է կանգնում խաղաղությանը։ Եվ այս մարդկանց հավաքական ամբողջությունն է, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ, արժանապատիվ պետականատեր ժողովուրդ։ Եվ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, շողակաթին, ճամբարակին, Գեղարքունիքի մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, Փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։